Ողջույն սիրելիներս, այսօր միասին պատրաստելու ենք դեղձի չիր։ Դեղձի չիրի համար մեզ հարկավոր է միջինից մի փոքր մեծ, ոչ շատ հասունացած դեղձեր։ Քանի որ դեղձերը շատ դժվարությամբ են մաքրվում, մեզ հարկավոր է աման լվանալու սպունգը։ Սպունգը նոր է, միայն դեղձ եմ լվացրել սրանով, լավ պետք է տրորենք, հատ լվանալու ենք։ Մաքրենք պոչերից, տերևներից։ Նայած նրա, որ քիչով անցկացնելու են, հենց լվանալը պարտադիր է։ Լվացված մաքուր դեղձերը մեջտեղից 2 կես ենք անում, կորիզները հանենք, ամբողջությամբ դեղձերը 2 կես ենք անելու, քանի որ շատ հասած չի, մի փոքր դժվարությամբ է 2 կես լինում, մի փոքր աշխատատար լինելու։ Քանի որ մեր դեղձերը ավելի շատ են, քան այն ամանը, որի մեջ պետք է եփեմ դեղձի չրերը, ես ամբողջությամբ չեմ մաքրի, որպեսզի չփչանան դեղձերը ընթացքում, հերթով նորից կմաքրեմ, այսքանը բավական է ամանի համար։ Այս ամանի մեջ ենք եփելու, հիմա բավական է, այսքանը կվերջացնենք, նոր կշարունակենք մնացածը։ 2 մասի բաժանած դեղձերը կեղևից մաքրում ենք, կեղևը ամբողջությամբ հեռացնում ենք, եթե ինչ որտեղ վնասված մասեր կան, դրանք էլ ենք հեռացնում։ Եթե դժվարանում եք քերիչով մաքրել կեղևները, կարող եք դանակով մաքրել, տարբերություն չկա։ Բայց ինձ թվում է քերիչով ավելի հեշտ է մաքրելը, ավելի արագ է ստացվում։ Վերջացնում ենք մաքրելը դեղձերը, հիմա կվերջացնենք, ահա։ Հասը դնում ենք գազօջախին, ավելացնում ենք 2 լիտր ջուր, ջրին ավելացնում ենք շաքարավազը, ասեմ, որ 4 կիլոգրամ շաքարավազ եմ ավելացրել, խառնում ենք, որ շաքարավազը չգտնի տակը։ Ընթացքում նորից կխառնեմ, մինչև եռալը։
Ավելացնում ենք կես թեյի գթալ լիմոնի աղ։ Լիմոնի աղը ավելացնում ենք, որպեսզի ճիրը չշաքարակալվի։ Մեր օշարակը արդեն եռում է, ավելացնում ենք դեղցերը։ Արագ ավելացնենք։ Ես մոռացա զգուշացնեմ, որ իմ դեղցերը մի փոքր կարմրավուն սորտի են։ Եթե կգնեք դեղցերը, գնեք ավելի սպիտակ դեղցեր, որպեսզի ձեր ճիրը ավելի թափանցիկ լինի։ Իմ դեղցերը իմ այգու դեղցերն են, դրա համար սրանք եմ վերցրել։ Ավելացնենք, վերջացնենք։ Ես շաքարաջուրը մի քիչ ավել եմ արել, կրկնակի չափաբաժնով եմ արել, որպեսզի ամբողջությամբ դեղցերը հյութի մեջ մնան։ Ահա։ Տեղավորենք օշարակի մեջ դեղցերը։ Սպասենք եռալուն։ Ընթացքը ցույց կտամ ձեզ։ Եռալու ընթացքում թեթև խառնում ենք, որպեսզի ոչ մի դեղց օշարակից դուրս չմնա և հավասարաչափ եղվի։ Եռալու ընթացքում ուշադիր ենք լինում, որպեսզի փրփուրը չթափվի, քանի որ կրակը բարձր է, պետք է բարձր լինի կրակը, մարման կրակի վրա չենք եփում։ Մեր դեղցերը արդեն եփվել են, 8-ից 10 րոպե անցել է։ Հիմա ցույց կտամ, ինչ տեսք ունեն, ավելի փայլուն են ու թափանցիկ են դարձել, բայց չեն կորցրել ամբողջականությունը, չպետք է թողնել, որպեսզի լղկվեն։ Հիմա կանջատենք գազ օջախը, կթողնենք 1 ժամ հանգստանա, այդ ընթացքում կմաքրեմ մնացած դեղցերը, որպեսզի երկրորդ անգամ եփեմ, մինչ այդ կթողնեմ դեղցերը եռման հյութի մեջ։ 1 ժամ արդեն անցել է, հյութը քիչ թե շատ սառել է։ Արդեն դեղցերը դասավորենք սինիների մեջ։ Ասեմ, որ այս ընթացքում ես մաքրեցի երկրորդ անգամվա եփելու դեղցերը։ Հիմա կավելացնեմ 1 կիլոգրամ շաքարավազ, ջուր չենք ավելացնում էլ, և մի պտղոնց լիմոնի աղ, նորից կեփենք նույն կերպ, ինչպես որ առաջին անգամ։ Երկրորդ անգամ նույնպես շաքարավազ ենք ավելացնում, մոտ 1 կիլոգրամ, կարող եք մի փոքր քիչ ավելացնել, ջուր չենք ավելացնելու, խառնում ենք, գազօջախը միացրել ենք, ավելացնում ենք մի պտղոն լիմոնի աղ, սպասում ենք եռալուն, երբ սկսում է եռալ, մենք ավելացրեցինք դեղցերը,
Սպասենք 8-ից 10 րոպե պետք է եփվի։ Նույնը կրկնելու ենք 3-րդ անգամ։ Հաջորդ օրը եւ մնացած օրերը օրը մեկ անգամ պետք է դեղցերը շուռ տանք, որպեսզի երկու կողմից հավասարապես չորանան։ Իր գեղեցիկ, թափանցիկ ու փայլուն չի են ստացվել։ Մեր անուշահամ դեղցի չրերը պատրաստ են։ Պատրաստեք ինքներդ եւ համտեսեք։ Մոռանաք բաժանորդագրվել, որպեսզի տեսնեք մնացած բաղադրատոմսերը։